Խաղացուն սերի աստծո ժողովուրդ եղեք օրտնված Գրիմո էֆիր էի ուզում դուրս գայի, չգիտեմ ստացվեց թե չստացվեց, կփորձեմ նորից մի քիչ ես սիստեմից ես այդքան էլ չեմ հասկանում ժողովուրդ ջան, ճիշտն ասած հին տարերի մարդ եմ ես նայեք Մատթեոսի 9-րդ գլուխ 35 խոսքից ասում է եւ Հիսուսն ամեն քաղաքներ եւ գյուղերը ման էր գալիս նրա ժողովարաններում սովորեցնելով եւ արքայության ավետարանները քարոզելով եւ ժողովրդի մեջ ամեն ցավի ամենություն բժշկելով եւ նա ժողովրդին տեսնելով գթած նրանց վրա որ օգնած եւ ցիրուցան եղած են ինչպես ոչխարներ որ հովիվ չունեին այն ժամանակ իր աշակերտներին ասեց հունձքը շատ է բայց մշակները քիչ արտաղաչեցեք հնձքի տիրոջը որ մշակներ հանե իր հունձքի համար փառք քեզ Տեր նայեք ժողովուրդ ջան Հիսուսը ցանկացած իր ծառայողից ուզում է որ մարդ լինի գթած եւ ողորմած սիրտ մարդը որ ժողովրդի հանդեպ գթածող լինի գթած ցավապրող լինի Եվ դա գալիս է սիրուց Երբ որ մարդը սեր ունի Աստծո հանդեպ եւ ժողովրդի հանդեպ ինքը ժողովրդի համար ցավ է ապրում ինքը կորածի կարիքավորի հիվանդի կաղի կույրի խուլի համրի համար ցավ է ապրում ինքը գթած ու ողորմած է լինում ինքը իրա ոնց ասած շահի համար չի ծառայում ինքը ծառայում Աստծո փառքի համար գթած ու ողորմած սիրտ ունենալով եւ ասում է հունձքը շատ է ողջ աշխարհն Աստծո հունձքն է աշխարհի համար Տեր իր կյանքը դրեց ասում խնդրեցեք հունձքի Տիրոջը թող Տերը իր հունձքի համար մշակներ հանե Տերը հանա մշակներ ոչ թե մարդիկ մշակներ տնեն այլ Տերը մշակներ հանա Քանի որ այսօր մշակի կարիք կա, մշակի կարիք, ծառայող լիքն է, քարոզող լիքն է, հովիվ լիքն է, շատ են, շատ աշխատողները լիքն են հունձքի մեջը, բայց մշակների կարիք կա, խնդրեցեք հունձքի Տիրոջը, թող մշակներ վերանա իրա հունձքի համար, մշակը, որը գթած, ողորմած, ցավ ապրող, հոգս քաշող սիրտն ու հոգին է, որը իր արտի նման մշակություն անում մարդկանց սրտերի մեջ եւ ամեն մոլախոտ, ամեն